Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել։ Նիստին մասնակցել են երկրի ու ազգային ժողովի նախագահները, ինչպես նաև արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, թե ինչ թեմաներ են քննարկվել, պաշտոնական աղբյուրը չի փոխանցել։ Այսօր լրանում է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, մեջբերում 1988-ին Ադրբեջանի ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում հարյուրավոր սպանված հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Մեջբերման ավարտը։ Թեև հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականություն է նաև այսօր, եւ Արցախի էթնիկ զտումը հենց Սումգայիթի անպատիժ գործության շարունակությունն է, մեր արտգործնախարարությունը 2023-ին տեղի ունեցած Արցախի հայաթափման վերաբերյալ որևէ հիշատակում չի արել։ Հավանաբար, որովհետև Ադրբեջանի հետ խաղաղության է ցանկանում հասնել։ Մարդու իրավունքների միջազգային պաշտպանները կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին զգուշացնել Հայաստանի կառավարությանը ավտորիտարիզմի ճանապարհով չգնալու եւ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումները դադարեցնելու վերաբերյալ։ Ազգային պաշտպանության դաշինքի կազմակերպած քննարկման ժամանակ արգենտինացի իրավաբան եւ քաղաքական գործիչ Ալբերտո Ֆերնանդեսը նշել է, որ Հայաստանի կառավարության արշավը եկեղեցու դեմ շարունակվում է ավելի քան 1 տարի։ Նա հատկապես մտահոգիչ է համարել ամենայն հայոց կաթողիկոսի Ավստրիա մեկնելու արգելքը, ընդգծելով, որ լիբերալ արևմուտքի մաս կազմելու եւ ամերիկամետ լինելու ձգտումը անհամատեղելի է Էրդողանի կամ Ասադի ռեժիմներին բնորոշ բռնապետական մեթոդների հետ։ Ֆերնանդեսի խոսքով կրոնական ազատությունների սահմանափակումը ուղղակիորեն հանգեցնում է նաեւ աշխարհիկ ու քաղաքական քննադատության լրացմանը, ինչը վտանգավոր է հենց գործող վարչակարգի համար։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները իր հերթին կոչ արել Վաշինգտոնին պաշտպանել հայ առաքելական եկեղեցին հետապնդումների։ Նա նկատել է, որ Հայաստանը այժմ գտնվում է խոցելի իրավիճակում, իսկ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով պատերազմի սպառնալիքը, իրեն ներկայացնում է որպես խաղաղության միակ այլընտրանք։ Էբների պնդմամբ Փաշինյանը իրեն վստահ է զգում, քանի որ վայելում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ Եվրամիության աջակցությունը, մինչդեռ Թուրքիան ու Ադրբեջանը նրան դիտարկում են մեջբերում որպես իրենց մարդ։ Ըստ Էբների, մեր հասարակությունը կանգնած է բարդ ընտրության առաջ՝ պահպանել ազգային ավանդույթներն ու ինքնիշխանությունը, թե տեղի տալ պատերազմի սպառնալիքներին։ Նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած հայրենի կուսակցությունը որոշել է չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության գործադիր մարմինը անդամներին, համակիրներին եւ աջակիցներին հորդորել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Ես լքում եմ կառավարական առանձնատունը։ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ամուսնալուծվել են։ Հակոբյանը հրապարակել է կադրեր, թե ինչպես է կառավարական տան իր իրերը հավաքել 1 տասնյակից ավելի տուփերում։ Նիկոլ Փաշինյանը արդեն նախկին կնոջ հայտարարության արձագանքել է, մեջբերում Աննայի որոշմանը վերաբերում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում նա եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին, թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Մեջբերման ավարտը։ Թրիփը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամին։ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնությունից հետո հարևան Իրանից պարբերաբար մտահոգություններ էին հնչում։ Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն ուղիղ հայտարարել էր, թե Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, եւ Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել նախագծին։ Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք, այս հարցի շուրջ մշտական կապի մեջ ենք։ Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան, ասել է Շիրլողամիին։ Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում, ինչպես տեղից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավանից մինչև Մելիք գյուղ տանող մոտ 15 կիլոմետր ճանապարհահատված ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է։ Ճանապարհը սպասարկող ճանշինը անգամ աղ ու ավազի խառնուրդով մշակում չի իրականացրել։ Մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել, իսկ մի քանիսն էլ հայտնվել են ձնակույտում։ Այս պահին փրկարարները փորձում են ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի։ Տեղում աշխատում են միայն փրկարարներն ու պարեկային ծառայողները։
Բավրայի մաքսային անցակետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով, հայտնել է ՊԵԿ-ը։ Խնդիրներից խուսափելու համար ՊԵԿ-ը հորդորել է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշենի եւ Գոգավանի մաքսային անցակետերով։ Ավելի վաղ վրացական կողմը փակել էր Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի Նինոց-Մինդա-Բավրա անցակետի տեղամասը։ خیلی جدی وارد عناصر یک توافق شدیم. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում տեղի ունեցած բանակցություններն անվանել է ամենաինտենսիվը եւ նշել, որ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Կողմերը քննարկել են պատժամիջոցների վերացումը եւ միջուկային ծրագրին վերաբերող քայլերը, սակայն լուրջ տարաձայնությունները դեռ պահպանվում են։ Թեհրանը պահանջել է չեղարկել պատժամիջոցները, իսկ Վաշինգտոնը պնդել է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից եւ հեռահար հրթիռների ծրագրից։ We are honored to be joined tonight by Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին։ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը մշակում է հրթիռներ, որոնք շուտով կկարողանան հասնել Միացյալ Նահանգներ, թեև հետախուզական տվյալներն այլ բան են ցույց տալիս։ بعدم میگن اینا تروریستن. Ի պատասխան Իրանի զինված ուժերը զգուշացրել են ԱՄՆ-ին զերծ մնալ ռազմական գործողություններից։ گفته که ایران باید اعلام بکنه ما سلاح هسته‌ای Ցանկացած անխոհեմ քայլ կբորբոքի ամբողջ տարածաշրջանը եւ կարժանանա պատմական պատասխանի։ Իրանի ղեկավարությունը վերահաստատել է, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել, իսկ իրենց հրթիռները միայն պաշտպանական նպատակ ունեն։ Տարածաշրջանում տիրող խիստ լարվածության պատճառով կանադայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել Իրանը։ Դիվանագիտական շփումները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վիեննայում, որտեղ կողմերը կքննարկեն տեխնիկական հարցերը։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև հարաբերությունները վերածվել են բաց պատերազմի։ Պակիստանի զինուժը հրթիռներով հարվածել է Աֆղանստանի խոշոր քաղաքներին, այդ թվում նաեւ Քաբուլին։ Թիրախում եղել են Թալիբանի ռազմական գրասենյակներն ու հենակետերը։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենց համբերության բաժակը լցվել է։ Նա մեղադրել է Թալիբանին ահաբեկիչներին ապաստան տալու եւ Աֆղանստանը Հնդկաստանի գաղութի վերածելու համար։ Աֆղանստանի իշխանություններն անմիջապես պատասխան գործողություններ են սկսել սահմանային Դյուրանդի գծի երկայնքով։ Թալիբանի ուժերը հարձակվել են պակիստանյան ռազմական դիրքերի վրա։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատասխան գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Ըստ աֆղանական կողմի իրենք սպանել են 55 պակիստանցի զինվորի, գրավել 19 հենակետ եւ 2 ռազմաբազա։ Իսլամաբադի տվյալներով հարվածների հետևանքով սպանվել է 133 աֆղան զինյալ, ավելի քան 200-ը վիրավորվել են։ Պակիստանյան կողմը հայտարարել է նաև 27 հենակետ ոչնչացնելու մասին։ Уважаемый господин премьер-министр, уважаемые коллеги. Ռուսաստանը կոչ է արել դադարեցնել կրակը եւ առաջարկել է իր միջնորդությունը բանակցությունների համար։ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են լարվածության նվազեցման հնարավորությունները։ Այս ամենին զուգահեռ Պակիստանում սկսվել է աֆղանստանցիների արտաքսման գործընթացը։ Բաքվում էլեկտրաքարշը բախվել է ջրատար մեքենայի։ Դեպքի հետևանքով մեքենայի վարորդը տեղում մահացել է։ 38 վագոնից բաղկացած գնացքն ամբողջությամբ ջարդուփշուր է արել մեքենան։ Փրկարարներին մեծ դժվարությամբ է հաջողվել դուրս բերել վարորդի դին։